Այսօր առավոտյան ժամը 11-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ալավերդի աղթալահատվածում գնացքի տակ է ընկել մի քաղաքացի, դեպքը տեղի է ունեցել երկաթուղային կամրջի վրա։ Ըստ նախնական ենթադրության երկաթգծի հարևանությամբ բնակվող 75-ամյա Հովիկ Մակինյանը չի լսել Սանահինի երկաթուղային դեպոյի պարկում գրանցված ջերմաքարշի սուլոցները, ինչի հետևանքով տեղի է ունեցել դժբախտ պատահարը։ Ալավերդու բժշկական կենտրոնի շտաբ օգնությունը դեպքի մասին հազանգ է ստացել ժամը 11:30-ի սահմաններում։ Դեպքի վայրում պարզվել է, որ քաղաքացին արդեն մահացած է։ Հովիկ Մակինյանը կնոջ հետ էր բնակվում M6 միջպետական մայրուղու եւ երկաթգծի հարևանությամբ գտնվող իր տնակում եւ զբաղվում ձկնորսությամբ։ Ջեռուցման համար ցախ էր հավաքում ձորալանջերից, դրա համար պարբերաբար հատելով երկաթգիծը։ Հարևանությամբ աշխատող մարդիկ ենթադրում են, որ հավանաբար այսօր էլ այդ նպատակով է հատել երկաթուղին։ Զոհվածը լսողության հետ կապված խնդիր է ունեցել ու այս անգամ տնից դուրս գալիս չի տեղադրել լսողական ապարատը։ Հարևանները պատմում են, որ վերջինս չափազանց բարի ու աշխատասեր մարդ էր։ Ճանապարհի վրա բանում դոմիկում էր ապրում ինքը, ապրում են թոշակ են ստանում, թոշակով ապրում են, իրանց այգին մշակում են, այգու բանով են յոլա գնում, մեկ էլ գելմեր գետի ձուկ են բռնում, բերում են։ Ընդ գետի ափից փետ են հանում, չէ՞, հիմա դա բարանը վառելու համար իր ականջները լավ չի լսում։ Ու այդ օրն էլ միշտ բանա դնում էլի ականջին, որ լսողական սարք, այդ օրն էլ չի դրել։ Կինն ասելա դիր բան ասել, սա գնում եմ շուտ գամ էլի։ Դա չի դրել, գնացել այնտեղ երևի այդ մեքենավարն էլ չի իմացել, որ նա չի լսում, ազդանշան է տվել, ազդանշան մարդը չի լսել, որ դա եկել է խփել։ Շատ լավ մարդ էր, շատ մարդապ, ես չեմ կարող խոսալ, մարդամոտ մարդ եմ չաս։ Ստեիր այդ հարևանությունն ենք անում, բան, հստակ գնում գալիս ենք, բան, այդ բռնաձգից մեկ էլ ենք, բան գնում է բռնում գալիս։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պարզվում է գնաց խավարի ինքնությունը։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։